Հնդկաստան, հեքիաթային և ծայրահեղությունների շքեղ երկիր, որը գրավում է իր գույներով և ճարտարապետությամբ։ Կերամա Մարացի ընկերությունը չշրջանցեց այս հնագույն երկիրը, ավելացնելով այն 2014 թվականի երկրների ցանկին Հնդկաստանի թեմատիկ հավաքածուով։ Կերամիկական սալիկների և կերամոգրանիտի չափազանց օրիգինալ և ինքնատիպ հավաքածու յուրահատկությունը գնահատողների համար։ Համեցեք ծանոթանալու այս տարվա նոր հնդկական հավաքածուին Կերամա Մարացի նորաբաց խանութ սրահում։ Ընդմիջում է, ինչ եք ուտելու։ Ես խորոված եմ ուզում։ Ես այնքան սոված եմ, որ մի ամբողջ հավի գրիլ կուտեի։ Ես գրիլ իշխան կուտեի։ Հավիդոշ գրիլի մեջ։ Ես խորովածով բրդուճ։ Գրիլ Էքսպրեսը հնարավորություն է ընձեռում նաև պատվիրել գրիլներ արտերկրից Հայաստան։ Դուք աշխատեք, իսկ մենք կրակենք համեղ ընդմիջում ձեզ համար։ Ջահրին վարիր, ինչպես աղբյուր վարարիր, դու սիրտնի բորբոքրով արիր, և թող մութն այս անդարձ մարի, շուտ միայն սիրո թևով արի, դու դարձիր օգիր այդ ողբոքուս և մի խոյանքնով, իմ միակ կարոտ միակ լույս, երկնին մի մոռանա դու մի հեռանա։ Արփի խնդրում եմ քեզ։ Ես ոչ մեկի ոչ մի բան չեմ ասի։ Սա կմնա մենակ մեր մեջ։ Մենակ ասա որտեղ ես դրել նամակը։ Ես ոչ մի նամակ էլ չեմ տեսել։ Այդ ծրարը քեզ որտեղից։ Մի րոպե, բայց այդ ինչ գործ ուներ իմ սենյակում, որտեղից ես գտել։ Քո դարակի մեջից։ Իսկ դու ինչի ես մտել իմ դարակները, Անուշ։ Որովհետև ես ու Ռայան Միկայի համարն էինք փնտրում։ Դու ու Լինան էլ հեռախոս չէիք վերցրել։ Բայց ի տարբերություն քեզ ես պատճառ ունեի քո իրերը փորփրելու, իսկ դու իմը ոչ։ Ես ասում եմ ոչ մի նամակ չեմ տեսել։ Արփի խնդրում եմ, ես արդեն ուշանում եմ, պետքա դուրս գամ։ Ասա որտեղ է նամակը։ Արփին չպետք է կարդար այս նամակը։ Ինչ իմանանք հիմա ինչեր է անցնում Արփիի մտքով։ Մտածում ես Արփին կմատնի Անուշին։ Չէ։ Դժվար է նման բան անել։ Գոհար, մենք այս ամեն ինչի լուռ վկաներն ենք։ Միակ մխիթարանքն այն է, որ ես որոշել եմ նրանց չպսակադրել։ Ինչ ես մտադիր անել։ Ես այս կոչնչացնեմ։ Չէ, Գրիգոր։ Մի արա, խնդրում եմ։ Ես հանգիստ չեմ քնի, Գոհար։ Քանի դեռ այս նամակն իրենից վտանգ է ներկայացնում։ Ոչ Անուշը, ոչ էլ Ռուբենը երբեք չեն իմանա այս նամակի մասին։ Կներեք, չեմ խանգարում ձեզ։ Արփի այս նամակը իմ ամենամոտիկ ընկերուհին է ինձ գրել, ով հիմա լուրջ խնդիրներ ունի։ Ու ես պետքա իմանամ ինքը ինչա գրել, հասկանում ես։ Ինձ հիմա ինչի ես այդ մասին ասում, Անուշ։ Ինձ ոչ դու ես հետաքրքրում, ոչ է քո ընկերուհիները։ Արփի ասա ինչ ես արել նամակը։ Անուշ, չեմ հասկանում, չես հասկանում, ասում եմ ես ոչ մի նամակ չեմ կարդացել։ Այդ դեպքում ինչ գործ ուներ այս ծրարը քո գրքերի արանքում կբացատրես։ Արփի ուրիշների նամակներ կարդալը լավ բան չի։ Լավա չասեցիր հանցագործությունը։ Հա, հենց հանցագործությունը, Արփի։
Արփի ասում եմ, ես պետքա իմանամ ինչ կար գրված այդ նամակում։ Չեմ հասկանում Անուշ։ Այդ ինչ կարևոր բաներ գրված, որ ասես ջղայնացել ես։ Արփի, գիտես, դու արդեն քո բոլոր սահմաններն անցնում ես։ Ու դա նրանից է, որ ամբողջ կյանքում քեզ երես են տվել։ Ինչ ուզել ես, միանգամից արել են։ Հիմա արդեն չեմ խնդրում քեզ։ Պարտադրում եմ, որ ասես որտեղ ես դրել նամակը։ Իմ հետ այդ տոնով չխոսաս Անուշ, ու ինձ պահանջները չներկայացնես։ Դուրս գնա իմ սենյակից։ Արփի, Անուշ, դուրս գնա իմ սենյակից։ Նամակներդ էլ ուրիշ տեղ փնտրի։ Ես ոչ մի նամակ էլ չեմ տեսել։ Գնայից մենակ թող։ Ինչ եք վառում Տեր հայր։ Ոչ պիտանի փաստաթուղթ, որ պետք էր այրել։ Բարս։ Ես ճիշտն ասած ուզում եի ձեզ հետ մի հարց բարձաբանել։ Լավ, ես ձեզ մենակ թողնեմ։ Ձեր թույլտվությամբ։ Շնորհակալ եմ Գոհար։ Հոսամ չեմ խանգարում։ Չէ։ Իհարկե չէ տղաս։ Ինչ հարց ես ուզում ինձ հետ պարզաբանել։ Տեր հայր, մենք արդեն քանի տարի է իրար ճանաչում ենք։ Ու հիմա վստահ եմ, որ հասկանում եք ինչի մասին եմ ուզում խոսել։ Ինչ շատ հետաքրքիր է, ինձ ու Անուշին ինչի չեք ուզում պսակադրել։ Ես իմ պատճառներն ունեմ։ Մի քիչ զարմանալի է։ Ինչ պատճառներ պիտի լինեն։ Իհարկե գիտենք, որ դուք իրար սիրում եք։ Ու հանուն այդ սիրո պիտի միմյանց լավ ճանաչեք։ Ամուսնությունը խաղ չէ։ Հա, համաձայն եմ, ոչ ոք չի ասում, որ խաղ է։ Մենք գիտակցաբար ենք այս հարցին մոտենում։ Մենք գիտենք ինչի ենք գնում ու ուզում ենք ամուսնանալ։ Դուք սիրում եք իրար։ Իհարկե։ Բայց Տեր հայր, եթե անկեղծ չեմ հասկանում ինչ եք ուզում ասել։ նորից եմ ասում։ Դուք չպետք է շտապեք։ Չենք շտապում, Տեր հայր։ Ես զգում եմ, որ Անուշը իմն է։ Ու ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ իրան ողջ կյանքում ճանաչում եմ։ Բայց իրականում իսկապես շատ քիչ բան գիտեք իրար մասին, Ռուբեն։ Տեր հայր։ Ես այսպես եմ հասկանում, եթե սիրում ես, ուրեմն պիտի վստահես ու հավատաս։ Դրա համար եմ ասում, Ռուբեն ջան, ժամանակ տվեք ինքներդ ձեզ, որ համոզվեք, այդ սերը հարատև է, թե չէ։ Ես վստահ եմ, Տեր հայր։ Ուղղակի չեմ կարողանում հասկանալ դուք ինչի եք հրաժարվում։ Ես չէի հրաժարվի։ Եթե մի որոշ ժամանակ անցներ ու Տեր հայր, դուք այնպես եք խոսում, ոնց որ ինչ-որ մի գաղտնիք կա, որը կարամ ես կործանել։ Կարող է իրականում ինչ-որ բան կա, ես չգիտեմ։ Չէ։ Ուղղակի երկու տարբեր կյանք, որ միանում են, Տեր Ռուբեն։ հայր, ոչ ինձ Անուշի անցած կյանքը հետաքրքրում, ոչ էլ Անուշին իմը։ Իմ վերջին խոսքն է։ Մի քիչ սպասեք, Ռուբեն։ Եթե ոչ մի խոչընդոտ չտեսնեմ, ձեզ կպսակեմ։ Մենք սպասելու էլ ոչ մի պատճառ չունենք։ Ու եթե պետք եղավ, հենց վաղն էլ կարանք ամուսնանանք։ Ուրեմն ցավում եմ, Ռուբեն։ Ես չեմ կարող դեմ գնալ իմ սկզբունքներին։ Ես դա չեմ անի տղաս։ Ռայա ինձ հարսանյացրահից զանգեցին գնում եմ շորի հետևից գալ։ Բա ինչ ես ջղայնացած ասում։ Չգիտեմ, ամեն ինչ խառնվել է իր Ռայա, արդեն ոչ իմանից գլուխ չեմ հանում։ Անուշ, ուրախացի։ Գնում ես հարսից գեստի հետևից, դրանից լավ բան։ Երևի ճիշտ ես։ Արփին դեղը տվել եմ, բայց խնդրում եմ հետևի, որ հաց ուտի նոր խմի։ Անուշ, հանգիստ գնա։ Գնացի։ Արդեն վերջ։
Ամեն ինչ բժշկի ասածով եմ արել։ Մաքուր վիրակապից հիմա քեզ ավելի լավ կզգաս։ Ինչա, մաքուր վիրակապը քո հրաշք ձեռքերի դեմ։ Ինչ լավ է, որ շուտ ես լավանում, ուրախանում եմ։ Ես իրավունք չունեմ շուտ չլավանալու։ Երբ ես տեսա, թե ոնց է իր լաց լինում, ես ուժեղացա, ես հասկացա, որ պետք եմ, որ պետք է ապրեմ։ Երբ որ քեզ վիրավորված տեսա, հասկացա, որ շատ թանկ ես իմ համար։ Երևի դու ճիշտ էիր, մեր մեջ ինչ-որ անբացատրելի կապ կա։ Երկու տարբեր մարդիկ, որոնց կապում է մի բան՝ սերը։ Ուզում եմ քոնը լինեմ մինչև կյանքիս վերջ։ Սիրում եմ քեզ։ Դու չես կարող պատկերացնել, թե ես ինչքան եմ սպասել այս բային, որ առանց վախենալու իմ հետ լինես, իմ կողքին։ Դե ինչ, շնորհավորում եմ, հարսիս գեստը արդեն ձերն է։ Շնորհակալ եմ։ Եթե ամուսնացած չեք, տարոսն եմ ձեզ։ Տարոսը մեզ, գեղեցկուհի Անուշ, բարև ձեզ։ Բարև։ Խորեն, այս դուք իրար ճանաչում եք։ Դե ոչ միայն ճանաչում ենք, այլ նաև միասին խմել ենք։ Դե մեր խանութի օրենքի համաձայն էլ է։ Անցած անգամ էլ դու քաղաքում չէիր։ Բարև ձեզ։ Ջան, խնդրեմ, որ քիչ մթեթևացնես։ Ես նոր եմ եկել Հայաստան եւ այստեղի մոդային դեռ ծանոթ չեմ, բայց շատ կարճ չկտրես, լավ։ Նայեմ ոնց եմ քեզ սյունացնում, լավ կարճ ենք կտրում։ Չէ, կարճ պետք չէ, ուղղակի մի քիչ, ահա, այսպես թեթևացրու, երևա որ մազերս կտրած է։ Լավ, ոնց կասես իմ սփռքայի բարեկամ, անունս Նանա է։ Նանա։ Ինչ սիրուն անուն ունես, Նանա ջան։ Եվ ինչն է մեր հայրոյին վերահայրենիք։ Սերը, լուսնյագի սերը։ Պաստոյն ընկերուն ես, հա։ Երբ իր համար ես սյունանում, հարսանիք կտա լինելու։ Երազանքներուս մասին կխոսես, սիրուն Նանա։ Երանի չէր լուսնյագից տեսնեի։ Եկա Հայաստան, ետք ամեն բան թարս գնաց, դժբախտություն դժբախտության հետևից։ Բայ, հայրու ջան, բա պատմի, կարող է ինչ-որ մի բանով կարողանամ օգնեմ քեզ։ Լավ։ Եկա Հայաստան, Դե ինչ, առաջարկում եմ մի բաժակ խմենք։ Չէ, շնորհակալություն, մենք շտապում ենք։ Շնորհակալ ենք, բայց մենք արդեն գնանք։ Այս իմ հարսենյաց սրահն է եւ ես պարտադրում եմ, որ գոնե սուրճ խմենք։ Դուք ո՞նց եք խմում։ Դառը թե քաղցր։ Չապատասխան չի ընդունվում։ Դառը։ Անուշ, իդեպ զգեստը չփորձեցիր։ Կարող ես հիմա փորձել, որ վերջնական զգաս լավ է թե չէ։ Բնավ դրա կարիքը չկա, որովհետև հաստատ շատ լավ է։ Հետո ինչպես ասացի, մենք շտապում ենք ու սպասում ենք մենակ նրա համար, որովհետև ձեր քույրը պարտադրեց, որ սուրճ խմենք։ Լավ բան չասեցի։ Բայց չլինի են սնահավատներից եք, որ հարսանիքից առաջ զգեստը չեն տեսնում։ Հիմա սուրճը կլինի։ Դուք արդեն տարոսիկները ընտրել եք։ Դեռ ոչ։ Ես կարող եմ ձեզ մի քանի տարբերակ առաջարկել, դուք ընտրեք։
Տարուսիկներով Անուշն է զբաղվում, հենց որը ինքը կընտրի, նա էլ կվերցնենք։ Երևի Անուշը կարդացել է նամակս։ Նամակում գրել էի, որ դու ամեն ինչ գիտես։ Պարզա թե քահանան որտեղից այդքան բանը գիտեր։ Փաստորեն Անուշը ճանաչել է քահանային։ Ու մտածել է, որ ես կգնամ Ռուբենից տուն ու իրանց ընտանիքին ամեն ինչ կպատմեմ իրականությունը։ Բայց այդպես բան չես անի, չէ՞։ Չէ, չեմ անի, հանգստացի։ Դու շատ լավ գիտես, թե ես ում դեմ եմ ու ով պետք է պատասխան տա։ Երևի գիժ եմ, բայց հավատում եմ քեզ։ Գիտեմ, որ ինչ էլ անես այդ ընտանիքին արժանին։ Բայց հասկացի Անուշն ու Ռուբենը ամուսնանալու են։ Անուշը այդ ընտանիքի անդամ է դառնալու։ Ու ես չեմ ուզում, որ իրանց պատճառով իմ ընկերուհին տանջվի։ Դու մի անհանգստացի։ Ես Անուշին ոչ մի վնաս չեմ տա։ Հակառակը։ Կգա մի օր, որ Անուշը շնորհակալ կլինի ինձ։ Ու ես կփոխհատուցեմ իր բանտում անցկացրած տարիները։ Խոստանում ես։ Հա, խոստանում եմ։ Կգա մի օր, որ Անուշը երջանիկ կլինի, ոնց որ մենք։ Դու տեսար է Տելենը քեզ ոնց էր նայում։ Հետո ինձ էր խանդում։ Մենակ չասես, որ հիմա խանդում ես ան։ Չէ, բայց դու տեսար ոնց էր իրան պահում։ Դե լավ, պակասն է խորենը չէր։ Ինչ էր անում, մեռավ ձեռներդ պաշպչելով։ Վախենալու մարդիկ են։ Ինչի Անուշ ես։ Վախենում ես։ Վախենում ես Ռուբենի Տիրանովանի։ Ահ, դու ավելովը խորենի մասին մտածի։ Լսի, խորեն չէ, ով ուզում է լինի։ Կոկորտը կկտրեմ, արունը կխմեմ, ոտերը կջարդեմ։ Հա? Որ տենց է, էլ ինչ է, ով ուզում է լինի, մազերը հատ-հատ կպոկեմ։ Լավ, գնանք ես քեզ իջացնեմ։ Կարևոր հարց է լուծված է, գնացի։ Խորեն, դեն սիրահարված էր նայում այդ Անուշին։ Դե սիրուն աղջիկեր նայում էի, խիչի կարելի։ Խոր, դու մոռանում ես, որ ինքը եկել էր հարսի շորի հետևից։ Մեհա Ռուբենն էլ եկել էր իր հարսնացուի հետևից։ Բայց դա քեզ չխանգարեց, չէ՞, որ ուրիշի նշանացի հետ սիրի բիլի անես։ Խորեն։ Բա, տեսնում ես։ Մենակ դու չես, որ նկատում ես, տեսնում ես։ Բայց դե դու իմ միակ հարազատն ես, իմ քույրը։ Ում համար կյանքս էլ չեմ խնայի, գիտես։ Դրա համար Էլեն ջան, ամուսնացողներից հեռու ենք մնում։ Ես ուզում եմ, որ դու երջանիկ լինես։ Մենակ մի դեպքում, երբ ինձ օրինակ կծառայես ու հեռու կմնաս ամուսնացող կանանցից։ Լավ, ոնց կասես։ Շատ սիրում ես Անուշ ջան։ Ռուբենը որ քեզ էսպես տեսնի աշխարհի ամենաերջանիկ տղամարդը կդառնա։ Ապրես Լուսինե ջան։ Բայց ինչի՞ ես անտրամադիր։ Բա ինչ անեմ, հայրույցս ոչ մի խաբար չկա։ Ասեց գալու եմ ուրա չկա, որ զանգերիս է պատասխանում, ոչ էլ գրածներիս։ Էլ չգիտեմ ինչ մտածեմ։ Բայց կապվել ես հետո Լուսինե, կարող է ինչ-որ բան է պատահել։ Չէ, համել որ վատ բան լիներ, ավելի շուտ կիմանայի։ Չգիտեմ էլ ինչ ասեմ։ Մենակ մի բան գիտեմ, Լուսինե, եթե սիրում եք, պետքա պայքարեք իրար համար։ Այդպես օրինակ ես ու Ռուբենը ինչ դժվարությունների միջով ենք անցնում, բայց պայքարում ենք, չէ՞։ Ու
Ու դրա ամենամեծ ապացույցն է, որ ամուսնանում ենք։ Ու մեզ մենակ մահը կարող է բաժանել։ Արփի։ Ինչ որ բան է եղել Արփի։ Արփի, սպասի։ Չէ։ Ես չեմ թողի, որ իմ հետ սենց վարվեք։ Ռուբենը պիտի իմանա։ Հաստատ Ռուբենը կիմանա, ով ես դու իրականում Անուշ։ Ման պատկերացնում ես Տեր Գրիգորը հրաժարվում է ինձ ու Անուշին պսակադրել։ Ինչի՞։ Տեր հայրը տարիներ շարունակ մեր ընտանիքի կողքին է եղել։ Ինչը փոխվեց։ Չգիտեմ, մամ, ինչ-որ անհասկանալի անհիմն պատճառներ ա բերում։ Շտապում եք, դեռ ժամանակը չի, մի քիչ էլ սպասեք, չեմ հասկանում։ Չէ, կարծում եմ ավելի լուրջ հարց կա։ Բայց իմ կարծիքով ինչ խոսք։ Իսկապես շտապում եք։ Լավ էլի, մամ։ Տղես, այդ իմ կարծիքն է։ Բայց է չի նշանակում, որ ես դեմ եմ։ Ես ամեն ինչով կլինեմ քո կողքին, կօգնեմ, ու դու պատճառ չես ունենա ինձանից դժգոհելու։ Մամ ջան, սենց է, եթե սիրում ես, էլ ուշ կամ շուտ չկա։ Ու եթե սիրում ես, ուզում ես օր առաջ ամուսնանալ։ Լավ, արի չվիճենք։ Ես համաձայն չեմ, բայց ընդունում եմ, վերջ։ Շատ հետաքրքիր է, դու ստեղ ես դեմ, Տեր հայրը հրաժարվում է մեզ ամուսնացնելուց, մեզ երեխեքի տեղ եք դրել, մամ։ Ռուբեն, տղես չեմ ուզում մեջդ կասկածներ առաջացնեմ, բայց իսկապես դու ինչ գիտես այդ կնոջ կյանքից, նրա անցյալից, ոչինչ։ Մամ, ինչ պիտի իմանամ։ Ու հետո դու ինքդ էլ համոզվեցիր, որ առաջին տպավորությունը խաբուսիկ էր։ Վերջին հանդիպման ժամանակ հավանեցիր ամեն ինչ լավ է։ Ու այդ կասկածներդ էլ Հասմիկի պատճառով էր եղել։ Ճիշտ ես տղես։ Հասմիկի ասածները իսկապես ազդել էին ինձ վրա, բայց այդ կնոջ մեջ ինչ-որ առեղծվածային բան կա, ու ես չեմ կարողանում նրան միջև վերջ հասկանալ։ Մամ ջան, թող լինի այդ առեղծվածը։ Մեկը ամուսնանալու ենք մենք, մամ։ Ու եթե դու էլ ես դեմ, խնդրում եմ ասա իմանում։ Տղես, մորից շատ, ով կուզի իր երեխու երջանկությունը։ Ես ուղղակի չեմ ուզում, որ դու ինչ-որ սխալ քայլ անես, ու հետո տառապես։ Սխալ չի, մամ։ Ու լինի Տեր Գրիգորը, թե մեկ ուրիշ քահանա, մենք կամուսնանանք։ Լավ, ես կգնամ Գրիգորի մոտ, կխոսեմ հետը, ու կփորձեմ հասկանալ, թե ինչն է պատճառը, որ ինքը չի ուզում անի այդ արարողությունը։ Պետք չի, մամ։ Պետք չի, որովհետև նույն բաներն է ասելու, խոսել եմ հետը։ Մամ։ Մամ ջան։ Մենք Անուշի հետ երջանիկ ենք լինել։ Ու դու էլ մեզնով ուրախանալու ես։ Հա՞։ Ինձ մի անհանգստացի։ Լավ տղես։ Անուշ, ինչ ա եղել Արփին, նոր տեսա լացելով վազեց տնից դուրս։ Ինձ հարցը շորով տեսավ։ Այ, Պետքա խոսեմ հետը։ Պետքա տեսնեմ։ Ինչ խոսես է։ Բոլորը իրենց հերթին խոսեցին, ոչ ուզում ընդունել, ոչ հասկանալ։ Բա ինչ անեմ, Ռեա։ Պետքա նորից փորձեմ։ Ես չեմ կարող երջանիկ լինել, եթե Արփին իմ պատճառով տանջվի։ Անուշ, ժամանակը ամեն ինչ իր տեղը կգցի։
Չտեսար ուր գնաց, որ կողմ գնաց։ Ուր պիտի գնա է։ Բակում միտեղ նստել ա էլի։ Մի գնա թող մենակ մնա, մի քիչ լաց լինի, հանգստանա։ Համ էլ ժամանակն ա, որ արդեն մեծանա։ Անհոգ մանկությունն էլ վերջացավ։ Ես գիտեմ ինչա նշանակում է տարիքում միանգամից մեծանալը։ Արփի ցավը իմ ցավն ա, Ռայա, ես չեմ կարող խուսափել դրանից։ Արփի ջան, դու հլերեք հիվանդանոցում էիր, ո՞նց ես եկել, դու հիմա պիտի պարկած լինեիր։ Ռուբեն, ես պիտի քեզ հետ խոսեմ, շատ կարևոր բան պիտի ասեմ։ Արփի, դու հիմա վատառող չես ու քեզ պարկել ա պետք, կարի գնանք ես քեզ կտանեմ տուն։ Չէ, Ռուբեն, ես տաքսիով եմ։ Տաքսին ինձ է սպասում կգնա։ Բայց ես հենց խոսելու համար եմ եկել։ Արփի, մենք նույն բանի մասին չենք խոսելու, ես քեզ արգելել եմ դա։ Ռուբեն, խոսք եմ տալիս, իմ մասին չեմ խոսելու, բայց շատ կարևոր բան պիտի ասեմ քեզ։ Ինչի մասին։ Անուշի։ Նորից Անուշ։ Արփի։ Նախորդ ասեմ, որ Անուշի մասին ոչինչ չեմ ուզում լսել։ Ես հասկանում եմ, քեզ համար դժվար է, բայց ուզես թե չուզես, մենք ամուսնանալու ենք։ Ռուբեն, դու գիտես ով այդ կինը, ում հետ ուզում ես ամուսնանալ։ Արփի ջան, ինչ ես ուզում դրանով ասել։ Ինչի ես ուզում դրանով հասնել։ Ուզում եմ իմանաս, թե ով է իսկական Անուշը։ Ու ոչ մեկը չեք ճանաչում։ Եթե իմանաս կատես Անուշին, Ռուբեն, ոնց որ ես եմ ատում, ու չես ամուսնանա իր հետ։ Վարպետ Կարո, հարգանքներ ես։ Էլի դու։ Այ տղա, հա, որ այդ տղամարդու շնորհք իջավ։ Չէ, ուղղակի ստիպված էի։ Արի սենց, որ դու տենց մեծի խոսքը հարգող տղա ես, այսօր իրար հետ պետք է խմենք։ Ես չեմ խմել, վարպետ Կարո, ավելի լավ է անցնենք գործի։ Այսօր գործ չկա, այսօր խմելու նաստրեյնի ունեմ, այսօր պետք է խմենք իրար հետ։ Վարպետ Կարո, ես օղի խմել չեմ կրնա։ Չես կարում, կսովորացնենք, վերցրու։ Ուզում եմ խմել քո հորն ու մոր կենացը, որը տենց տղամարդ են մեծացրել Հայաստանից դուրս։ Շնորհակալ եմ։ Դե գնաց։ Մանուշ եղավ։ Թույն էր, վարպետ Կարո։ Ոչինչ, ոչինչ, կսովորես։ Այ, ես էլ չեմ։ Վերցրու։ Ես էլ ուզում եմ խմեմ, որ աղջիկս վերջապես գա ու բերի, որ զակուսկի ունենանք։ Վերցրու։ Ինչ սեր ես զակուսկի։ Խմի։ Պապկներես որ ուշացա։ Ոչինչ։ Այրոն, ծանոթացի, այսօրվանից քո հոր օգնականն է։ Շատ ուրախ եմ պապ ջան քեզ համար, թե չէ շատ էր աշխատում։ Ես ալ եմ ուրախ։ Արփի, ես չեմ կարողանում հասկանալ, ոնց կարաս դու ատես Անուշին։ Ես զարմանում եմ, ոնց կարաս նման բաներ ասես իր հասցեին։ Անուշի եկերեսանի մեկն է, Ռուբեն, դուք ոչ մեկը չեք ճանաչում իրան։ Շատ վատն է Անուշը, շատ։ Արփի, ինչ եկել ես նույն բանն ես ասում։ Խնդրում եմ, հիմա գնա, հա քո տաքսի սպասում եմ։ Չէ, Ռուբեն, դու պիտի իմանաս, որովհետև Անուշը շատ վատ բան է արել, որ… Արփի, ես էլ չեմ ուզում քեզ լսել, ու խնդրում եմ քո տարիքին համապատասխան քեզ պայի։
Դու պիտի իմանաս, Ռուբեն։ Անուշը շատ վատ բան է արել։ Լսի, ես թույլ չեմ տա, որ գաս իմ տուն ու իմ ապագա կնոջ հասցեին նման բաներ ասես։ Դու ուզում ես, որ քեզ մեծի պես վերաբերվեմ, վերաբերվում եմ։ Քո հետ հաշվի եմ նստում, կարծիքդ հաշվի եմ առնում, բայց թույլ չեմ տա, որ Անուշի հասցեին նման բաներ ասես։ Ես համոզված եմ, որ ապագայում զղջալու ես ասածներիդ համար։ Իսկ հիմա խնդրում եմ գնա, հա։ Քեզ բան։ Սկզբից քույրն էր եկել Անուշից բան բասում, հիմա էլ քրոջ աղջիկն է եկել մեղադրում։ Գաղտնի կա, ինչ-որ մութ անցյալ ունի այդ Անուշը։ Պարզեմ, կիմանամ։ Տեսա՞, Տարիքի տան համապատասխան բաներ ես անում։ Հիմա էլ անիմաստ լացում ես։ Ես անիմաստ չեմ լացում, Ռուբեն։ Ամուսնացի ինչ ուզում ես արա, բայց դու երջանիկ չես լինելու։ Արփի, ես էլ չգիտեմ քեզ ոնց բացատրեմ, ինչ ասեմ։ Խնդրում եմ, արի գնա տուն, լավ։ Դու ինձ դուրս ես անում քո տանից։ Չէ։ Ուղղակի քեզ ասում եմ, որ շատ սխալ ես պահում քեզ։ Ռուբեն, դու մտածում ես, որ ես խանդի հիման վրա եմ, չես հենց ասում, որ ես քեզ խանդում եմ, դրա համար եմ խոսում, բայց չէ, Ռուբեն, հավատա, խնդրում եմ ինձ, Անուշը շատ վատն է, որովհետև ինքը… Արփի։ Բարև, Ռուբեն։ Ինչ անակնկալ։ Ես դու էլ ես տեղ, հա։ Ժաննա, ինչ գործ ունես տեղ։ Ասում են հարսանիքի ես պատրաստվում, հա Անուշ։ Ափսոս չեմ կարող ոչինչով օգնել։ Շնորհակալ եմ, բայց օգնելու առանձնապես բան չկա։ Ճոխ հարսանիք չի լինելու։ Հա։ Մեծ աղմուկ չկա։ Հուսամ ես հրավիրված կլինեմ։ Ես չգիտեի, որ դու կուզենաս ներկա լինել։ Անուշ, ես քո քույրն եմ։ Դու ինձ տանդ մեջ որպես հավաքարար ընդունեցիր։ Ասեմ, քրոջ կարգավիճակից ավելի տպավորիչ էր։ Բա ինչ էիր ուզում Անուշ։ Բանտից նոր էիր դուրս եկել։ Գրկաբաց ընդունեի, հա։ Դու եկել էիր, որ աղջկաս ինձնից խլես։ Ինչ անեի, ասեի, բարով ես եկել Անուշ ջան, հա։ Էդ էիր սպասում։ Դու շատ լավ գիտես, որ ինձ ոչ մի բան պետք չէր։ Ես մենակ ճշմարտությունն էի ուզում լսել։ Ավելի լավ էր այդ սուտը Անուշ, քան քո կեղտոտ ճշմարտությունները։ Կեղտոտ, հա։ Ասում ես կեղտոտ։ Հասկանում ես ինչեր ես խոսում, Հասմիկ։ Դու հասկանում ես, որ ինձանից աղջկաս ես գողացել։ Շարունակում ես քեզ ամենավերջին ստորի պես պահել։ Անուշ, ես քեզ ընդունել եմ այս տանը։ Առոք-փառոք պահել եմ։ Կյանքիս գնով փաստաթղթերդ եմ սարքել։ Հիմա էլ ամուսնանում ես Ռուբենի հետ, էլ ինչ ես ավել ուզում։ Դու քաջ Նազարի բախտ ունես։ Ինձ մենակ աղջկա սերն է պետք, Հասմիկ։ Ուրիշ ոչ մի բան։ Արփի ջան, դու ավելի լավ գնա տուն, մենք հետո կխոսենք։ Բայց ինչի գնա, Ռուբեն։ Դու ավելի լավ գնա կուխնյային քո ծնունդի կոկտեյլից մի հատ է սարքի։ Ժաննա Արփին հանգիստ թող, լավ։ Արփի տաքսից սպասում է գնա։ Հա, ճիշտ ես։ Ավելի լավ է ես գնամ։ Եկել էի, որ քեզ շատ կարևոր բանի մասին զգուշացնեի, բայց դու ինձ չլսեցիր։ Հետո չասես, թե չեմ ասել։ Աջողություն, Ռուբեն։ Ես չլինի ես միթիզ ինձ խանդում է։ Հետաքրքիր է։ Ժաննա, ես ժամանակ չունեմ։ Նենց որ խնդրում եմ արագ ասա ինչ ես եկել։ Լսել եմ, որ այդ հավաքարարիդ հետ ես, հա, ուզում ամուսնանաս։
Ես չեմ հասկանում, մի հատ նորմալ խելացի կին չկար, Ռուբեն։ Ժաննա, ես քո հետ խոսալու ոչինչ բան չունեմ։ Դու ստեղ սպասի, ես հիմա մամային կասեմ կգալ, հա։ Սա գործընկերներիդ հետ ես տենց վարվում։ Ինչ ա ուզածը։ Ճիշտն ասած ուրախ եմ, որ առանց դատի ու դատաստանի մեր սաղ հարցերը լուծեցինք։ Բայց էլի հարցեր ունենք քննարկելու։ Ես ոչինչ չեմ արել Անուշ։ Դու ինքդ քո ստելով նենց արեցիր, որ Արփին քեզ դադարի սիրել։ Դու իրավունք չունեիր աղջկաս իմ դեմ տրամադրել Հասմիկ։ Ես ընդհանրապես աղջկաս ճշմարտությունն եմ ասել ու աչքերն եմ բացել Անուշ։ Դու ամեն ինչ հատուկ արեցիր, որ ինձ Արփիին բաժանես։ Ես պետք է Արփիին ամեն ինչ պատմեի, ոչ թե դու։ Դու դա երբեք չէիր անի։ Դրա համար էլ ես արեցի քո փոխարեն։ Ես չեմ դադարի կրկնել, որ քո մեղքով է, որ աղջիկս այսօր ատում է ինձ։ Լավ Անուշ։ Ես ընդհանրապես հիմա մի բան եմ ուզում։ Որ դու ամուսնանաս Ռուբենիդ հետ ու հեռանաս այս տանից, որ հեռու լինես իմ ընտանիքից։ Ինձանից ազատվել է այդքան էլ հեշտ չի, Ռուբեն։ Օգտագործած թաշկինակի պես ինձ դուրս շպրտեցիր։ Ու այդ ամեն ինչը այդքան իմանելուց հետո ես այդքան բան եմ արել քո համար։ Իսկ դու ինձ սենց ես պատասխան տալիս։ Լսի, մենք այդ բոլոր թեմաների վրա եմ անցել ենք։ Բայց եթե հիմա նորից սկսենք հարաբերություններ բարձել, հաստատ դու չես շահելու։ Համատեղ երեխա չունեցենք, բայց համատեղ գործ ունենք։ Դու ստիպված ես ինձ հանդուրժես։ Հա, լավ, քո ասածն է, բայց գործերից կարանք մենք ուրիշ տեղ էլ խոսենք։ Որտեղ ուրիշ տեղ, օֆիսում։ Թե մոռացել ես, որ ես հիմա քո կողքն եմ աշխատելու։ Լսի Ժաննա, արի դու բավարարվի նրանով, ինչ ստացար, հա, որովհետև դու հիմա արդեն բաժին ունես, վերջ։ Էլ ինչ ես ուզում։ Ես քո կյանքը փչացնելու եմ, Ռուբեն։ Ուրվականի պես հետևիցդ ման եմ գալու ու թունավոր եմ կյանքդ։ Ոնց որ դու իմը արեցիր, ուզում ես։ Կարող ես հրավիրատոմս տաս հարսանիքի կյանքս։ Գալու եմ մի հատ լավ կմեմ ու նենց քեֆ եմ անելու։ Արի ես քեզ կճանապարհեմ, հա Ժաննա։ Թող։ Վախեցար։ Վախեցար, որ այդ մոխրոտիկիդ հետ հարսանիքդ գալու եմ ու հարամանեմ։ Հա, գալու եմ ու հարամանեմ, որտեվ դու դրան ես արժանի ու այդ կլինի քո կյանքի ամենամեծ խայտառակությունը։ Հենց հիմա դուրս արի տնից։ Մի անհանգստացի կգնամ հեսա։ Բայց ընդհանրապես դու ստիպված կլինես ինձ հանդուրժես, Ռուբեն, ամեն օր։ Գիտես ինչ, ինձ թվում է այդքան դժվար չի լինի Ժաննա, որովհետև դու ու այն ամեն ինչ, որ քո հետ է կապված, իմ համար դե ոչ մի բան, 0 են։ Դրա համար խնդիր չի լինի երևի։ Եղավ Ռուբեն։ Բայց ես քեզ կապացուցեմ, որ այդ 0-ները կզրոյացնի քո կյանքը։ Ինչ ես ուզում չեմ հասկանում։ Մեռար էլի քեզնից չպրծանք։ Երևի հողի տակ արդեն փտել ես, բայց էլի մեզ հանգիստ չես թողնում, չէ՞։ Ատում եմ քեզ, ինչքան որ հնարավոր է։ Լիլի, Սոկրատին ոնց կարող գտնեմ, զանգում եմ չի պատասխանում։ Եթե գործով է պետք, դժվար թե կարողանա օգնի։ Հա, գործով է, ուզում եմ հասկանամ այդ Ժաննային ինչ բաժն եմ ասա տվել, որ դա էլ տենց թևեր առել։ Ժաննայի մասին բան չգիտեմ, բայց որ Սոկրատը տանը վերքերով վիրավոր պարկած է, այդ հաստատ է։ Ինչ վերք, ինչ ա եղել։ Դե մեր տանճաշից հետո դուրս են եկել ու հարձակվել են կնոջ ու իրա վրա։ Երևի ուզեցել են թալանել։ Սոկրատին էլ վիրավորել են։ Ինչ ա, վերքերը լուրջ են, հա, ինչի մի բնան չեն ասա։ Դե երևի այդքան էլ լուրջ չի, տանն է բուժվում։ Կինն է խնամում։ Կինը։ Ռուբեն ում մտքով կանցնել, որ մեր Սոկրատը այդ գեղացու հետ կապրի։ Լիլի, ճիշտ է, Սոկրատը տարօրինակ մարդ է։ Բայց մենք պիտի հարգենք իր որոշումները։ Նայ գտել եմ։ Ինչ ես գտել։ Սրանք փայլակի իրերն են, որ ինձ դիահերձարանում են հանձնել։
Ռուբեն, այստեղ պետք է լինի այն նկարը, որ դու գտել ես գերեզմաններում։ Էս է այդ նկարը, որ գտել ես այդ գերեզմանատան մարդու մոտ։ Հա։ Տարօրինակ է։ Այս նկարը միշտ փայլակը իր մոտ էր պահում։ Ժամացույցը մաման փայլակին նվիրեց, երբ որ համալսարանն էր ավարտում։ Դրամապանակը, Ռուբեն։ Այստեղ էր միշտ փայլակը պահում նկարը։ Ռուբեն, նկարը չկա։ Չհասկացա, բա ուր կարա լինի։ Եթե բանալու ժամանակ նկարը եղել է փայլակի մոտ, ուրեմն այդ անոթ Եվանի մոտ որտեղից է հայտնի։ Դու ինչքան վայր ես դառնում, այդքան ավելի ես ինձ դուր գալիս, Ասմիկ։ Գիտես, Հակոբ, գուցե ես համաձայնվեի քեզ տրվել, բայց դու ինձ դավաճանեցիր։ Հեռու գնա, Հակոբ։ Հեռու գնա, Հակոբ։ Հեռու գնա։ Ինքան օր առաջ ստեղ մի հատ հապարականյան տեսա, մի տեսակ կաղում էր, մորուքով ու գլխարկով։ Հա, խելար նորոն է։ Նորը, հա։ Նկարը չկա։ Տարավ նկար։ Մամ, ես քեզ շատ լավ եմ հասկանում, թե դու ինչի չես սիրում Անուշին։ Ինչի համար։ Որովհետև, մամ, Անուշը բանտում է եղել։ Ինչ։ Հրավիրատոմսերը պատվիրելիս նկատեցի, որ քո ու քրոջդ ազգանունները տարբեր են։ Կարող եմ հարցնել, ինչու՞։